Բարև սիրելի ագընթիրներ եւ ունգընթիրներ, բարի եկած եք արձականքի 35-րդ թրվագին։ Ես ընկերուի Մեղրին եմ։ Եվ ես ալընկեր Վայքն եմ, բարև սիրելիներ։ Մեր հետ ունենք այսօր ընկեր Շանտ Կարայանը, ինչպես եք ընկեր Շանտ։ Շատ լավ, մերսի դուք լավ եք։ Լավ ենք։ Բարև։ Ուրեմն մեր այսօրվա նույնն է how cities shape us. I think ինչպես քաղաքները մեզի գաստեն մեր առօրյա կյանքի մեջ։ Ուրեմն ընկեր Շանտը հոս ուսուցիչ է Սուրբագո Պասկային վարժարանի մեջ, ինքը տեխնազու է La Salle Mar Verdun շրջանի ճիշտի Le Sud-Ouest. Le Sud-Ouest կներեք, La Salle Mar Verdun չէ, La Salle Mar Verdun fédérale né, Sud-Ouest municipal. Okay. Կներեք, ես սկսեմ։ Ուրեմն ընկեր Շանտը Le Sud-Ouest շրջանի քաղաքաբեդի տեխնազու է, ինքը մեզ հետ է այսօր իբրև նաև բլոգիստ եւ urban design-ի expert, ինքը ունի The Friendly Urbanist անունով գայքեջը, ուր վրան զանազան հոդվածներ գարդատրե եւ գհրդարագե քաղաքներու մասին, urban design-ի մասին, եւ ուրեմն ինքը ունի հարաճած ուսում urbanism-ի մեջ Cambridge համալսարանեն։ Ուրեմն բարի եկած եք ընկեր Շանտ։ Շնորհակալ եմ, բարի տեսանք։ Ուրեմն սկսենք մեր հարցազրույցով դուք ուրդեղեն ծեր մեջ դնավ քաղաքներու հանդեպ եւ քաղաքի դիզայնի մեջ հետաքրքրությունը։ Ես փոքր դարիքից միշտ հետաքրքրված եղած եմ քաղաքներով։ Նախ անգամ ասեմ առաջին անգամ որ սիրարվեցա քաղաքի հետ, երբ որ գիտա որ Մորեալը Օլիմպիքսը օլիմպիական խաղերը հյուրընկալեց 1976-ին։ Ես օլիմպիկները շատ կսիրեմ ընդհանրապես։ Okay. Մարզական կետնի վրա։ Մարզական կետնի դիտելու համար շատ կհետաքրքրի, երբ որ դարիքից գիտա որ Մորեալ եղած են աս օլիմպիական խաղերը, ինչպես կլա եւ հոնդերն ատ բզդիկ հարցում են արդեն ինչպես կլա որ Մորեալի պես քաղաքն ստացավ աս ասենք թե հանդեսը եթե գնացել։ Հոնդերն սկսավ հետաքրքրությունից եւ պատկե իվեր չէ գացել վրան 35 տարի անցա եւ դակավին քաղաք կսիրեմ քաղաքներ կսիրեմ ընդհանրապես քաղաքի ֆենոմենը կսիրեմ Ես ալբեզիկ եղածանս ուրեմն հայրս գջամպորտեր շատ Ամերիկա զանազան դեղեր գերտար կորձով եւ միշտ ինձի կարդեսներ գբերեր եւ ես կոլեկցիոն գնեի այդ կարդեսները եւ բզիկ եղածանս գպանայի գնայի գփախտադեի ջամփաներ ամեն ինչ գերտան ես ալբեզիկ դարեկես դա կկրված եմ եւ ադարձում հետո դարներով փոխվի դարա ինչու Մորեալը այսպես է եւ Տորոնտոն այսպես չէ այո եւ գամ ինչու Բոստոն այդպես է Մորեալը այսպես չէ վայնի որտեղ են զարկանա եւ սկսես չմավլի խոր կնային Բայց կրնասամ մին երգիրներուն անունները ասել։ Կնություն գասկե։ Գրնայի, գիտես առաջ աս կոմպետիցիոնները գնեի ընկերներով, բայց ինչ որ են դուք գիտեմ Մորեալ, ամշնի Մորեալ գաբրիկ բայց շրջան մի Երևան ալաբրածեք եւ Երևան երկար մնացած եմ Երկար մնացած եմ ունար սեգուրաբրած եմ այո Ինչ Երևան եւ հետո Լոնդոն եւ Cambridge բնակած էի Լոնդոն մնացած եմ այո Եվ ինչպես այսինքն դուք զանազան քաղաք ես միան Մորեալ ապրած եմ Մեղրինալ Այո միայն հոս ուրեմն ինչպես զանազան դարբեր միջավայրները ծեզի աստած են այսինքն ինչպես ամեն մեկը ծեզի հատկապես գառուցած է իբրև անց եւ իբրև քաղաքի հանդեպ սիրահար յուրաքանչյուր քաղաք աշխարհի մեջ լա Ամերիկա, Եվրոպա որ լա իր հատկություններ ունի, իր հետաքրքրություն ունի, իր գեղեցկություն ունի։ Շատ քիչ են այդ քաղաքները, որ փոլորովին դապակ եւ աննկարակիր են։ Չի գա։ Ամերիկյան շատ մկաղակներ։ Այո, կան քաղաքներ, որոնք գրնասել որ հետաքրքրական չեն ընդհանրապես, բայց մեջերին անուշություններ եւ հետաքրքրություններ միշտ ունենան։ Եվ յուրաքանչյուր քաղաք ինձ հետաքրքրող անի որ յուրաքանչյուր քաղաքը որոշ պերսոնալիտե ունի։ Հիմնված նախ եւ առաջ աշխարհագրության վրա։ Եվ ադիգա ամենահիմնական fundamental իրականությունը ան է քաղաքը իր ցևը գառնի իր աշխարհագրության երեսան։ Մորեալը գղզի վրա է օրինակի համար եւ իր ցևը առած է այդ գղզի իր հատկություններ ունի իր պատմությունը եւ այն իր գղզի վրա լալու վրան հիմնված է Երևանը մինչև 2018-ը ոչինչ քաղաք էր փոքր նահանգային բզդիկ քաղաք մներ եթե քաղաքագրանք կոչել ցեղասպանության հետևանքով է որ դարձավ այսօրվա ասենք Հայաստանի մետրոպոլը Քեմբրիջը հռոմեական փոքր փերտ մներ երկարադեն փլուրիմը վրա բայց մնացած դա այսպեսի աշխարհագրական եւ պատմական իրականությունները քաղաքներուն իրանց յուրահատկությունը գտան եւ յուրաքանչյուր դեղի երթալով դարբեր մշակույթ կստանաս օրինակ Մորեալը
Քեբեկի ամենամեծ քաղաքն է, անշուշտ ֆրանսիական Հյուսային Ամերիկայի ամենամեծ ֆրանսերեն խոսող քաղաքն է, աշխարհի երկրորդ ամենամեծ ֆրանսերեն խոսող քաղաքն է մինչև վերջերս, բայց եւ այնպես at իր հատկությունը ֆրանսիական քաղաքը լալով իրեն գուտա դարբեր բնավորություն։ Եվ ադի մեր վրա նկարդացել է ամենքս ֆրանսերեն գոհսինք եւ որոշ չափով օրինակ համար դեպանոր բարը կգործածենք անգլերենով եւ ֆրանսերենով։ Խանութ մտնենք նե bonjour hi։ Այդ տեսակի բոլորս դարբեր աստեցություն ունի, չէ։ Cambridge-ը օրինակ համար բզդի քաղաք է 100,000-ից փոքր Saint Laurent-ի չափ Saint Laurent բաժնին չափ քաղաքն է եւ որովհետեւ այդ չափ բզդի է ես վարժված եմ մեծ քաղաքներում մեջ ապրին ամեն դեղ քայլով գերտայ առանց խնդրի որովհետեւ փոքր դեմն է մեկ ծայրի մյուսը քաղաքին քայլով գերտի ուրեմն այդտեղ մշակույթը կփոխվի քիչ մգարդ գստիվիս ապրիլ այդ քաղաքին իրականությունը եւ այն ուրեմն այսպես ամեն մեկ քաղաք իր աստեցությունը գնա ունենալ ապրողին վրա հիմա աս մասնակցությանը head գայքեչմը ունիս ինչպես որ ասենք the friendly urbanist ինչս էլ է ադիգա մարդոց համար որ չեն կեր ինչ է եւ ինչ կնես այդ գայքեչին հետ գայքեչը սկիզբը սկսավ բարձ ժամանց կովիդիադեն անգերզորեն ժամանց էր սիրեմ աստեսակ բաներում մասին խոսիլ մարդուց հետ բաշնել եւ ընկերներս մեկի ինձ իսա որ ինչու գայքեչ միջս շիներ եւ online presence միջս ունենալ Ես ինչու՞ չէ, բայց ես ոչ online են գասկնամ, ոչ website են գասկնամ։ Այսինքն քիչ մը boomer եմ։ Բայց դուք boomer եք կամ նոր սերունդեն եք։ Չեմ գիտեր, ես ինձ վրա բիդակները չեմ։ Դուք դրեք բիդակները։ Պատասխան է հարցումը։ Կարծեմ ջեսեմ ավակ millennial եմ։ Okay։ Կարծեմ հոնեմ։ Ամենայնտեղ սի website-ը շինեմ, քիչ մը հետաքրքրվեցա, բարեկամներու հարցուց ինչպես կաշխատի, վիդեոներ դիտեցի, հասկացա ինչպես կանի։ Կարծեմ քոացուցիչ գայքեչը ստեղծեցի, բայց քաղաքապարը ինքը friendly urbanism-ը ինքը հետաքրքրան անուն է, բայց նաև քաղաքապարապանություն է։ Ու հաջող կտեսնենք մանավանդ քաղաքական աշխարհի մեջ շատ շատ բևեռացված դիրքորոշումներ, հեծիկ կուզենք կամ չենք ուզեր, օրինակի համար, մետրո կուզենք կամ օտորուտ կուզենք։ Եթե մետրո չես սիրել, ասել է օտորուտ կսիրես։ Այսպեսի հագաստություններ կան մեդիաներում մեջ, որ առողջ չէ եւ ճիշտ չէ ես կնամ հեծիկ սիրել օրինակի համար ճիշտ չեմ սիրել հեծիկ քշել բայց այսինքն կնամ սիրել բայց դու նադեն գրամ ընդունել որ ինքնաշարժի դեղա պետք է որովհետեւ քաղաքի շինված է ինքնաշարժներու շուրջ չէ ուրեմն friendly urbanism-ի քաղաքապարապանությունը այն է որ նախ իրարու հետ խոսենք չգրվենք ասնյութերում մասին եւ աչքենից եւ միտքենից բացը լավ որ դարբեր դեսանգիններ կան դարբեր ծևեր կան քաղաքները ստեղծելու, շինելու եւ ապրելու, որոնք կնան դարբեր լալ, բայց հագասական չլալ։ Եվ հոնդերեն գուկա։ Քաղաքապարը։ Եվ մեկը ուրեմն երբ որ կպատրաստեինք որ դրվագը research կնեինք կոն անշուշտ եւ մեկը անգլերենով դողմը գար գրվել էր որ քաղաքները պետք է իրենց ժողովրդին ծառայեն նույնքան որ ժողովուրդը գգարուցե քաղաքը so անգլերենով ասեմ the cities serve their people as much as people shape their city ինչ կուզեք ասել ադորմով այսինքն ինչ է խորքին առանց շատ շատ գարջ այո շատ գարջ շարժումներ կան քաղաքական քաղաքի իմաստով քաղաքագիտության ասենք թե իմաստով շարժումներ կան որոնք գսեն որ քաղաքը պետք է սպառվի տնտեսական ներդրում փնտրելով այսինքն դուրսան ինվեստմենտներ փնտրելով basically կնշանակե որ քաղաքին բարդականությունը տնտեսություն շինել է կամ տնտեսությունը կառուցել է որ սխալ չէ բոլորովին բայց գմորնա որ քաղաքին առաջին բարդականությունը իր քաղաքացիներուն կյանքը բարելավելն է եւ ես ադոր գավադամ ուրիշներ գսեն որ եթե դրամը կա ժողովրդի ինքը կամ հարուստները կամ ընկերությունները ինքը տասավորեն բայց ես ադոր չեմ ավադար գավադամ որ եթե քաղաք պիտի ունենանք այդպես պիտի գազմագերբենք մենք մեզի պետք է քաղաքին առաջին բարդականությունը ըլլա իր ժողովրդին ծառայելը իր ժողովրդին պետք է ծառայելը բայց ադիգան ասնախատասության մեջ ունենալ վերջավորության գսեմ որ as much as people shape their own cities չի գնար քաղաք ադիգանել անգախ ժողովրդին կամքեն ուրեմն հետաքրքրական ասան սիմբիոզ մգա եթե գուզես կամ իրարու օգնական կամ իրարու բարդականը լալու այսպես ֆենոմեն մգա որ ժողովուրդը քաղաքը կփոխի եւ քաղաքը գծարայե ժողովրդին իրարու օգտակար լինի չեմ գիտե գրծա ճիշտ բացատրեմ չէ շատ լավ
ուրեմն շատ հայ երիտասարդներ կան Մորեալի մեջ, ինչ որ գիտենք, որ դպրոց կերտան եւ աշխատին, եւ դարբեր դեղերու մեջ, քաղաքի մեջ, ոչ միայն Մորեալ, բայց ուրիշ դեղեր ալ, այսինքն, ինչպես ադիգա գրնա աստել մեզի իբրև հայություն, ասենք թե չեմ գիտեր։ Yeah, okay, հետաքրքրան հարցում է, ամեն փոքրամասնություն աս նույն հարցումին թեման դիմանգուկաս նույն անցումին մասին մտածել։ Մանավանդ ասապերում վրա ուր փոքրամասնությունը լալը նույն իմաստությունի կան ինչ օրինակամար միջնարվել կամ ուրիշ եվրոպական դեր։ Իրական դեպիան ես երբ որ ծեր դարիքների ոչ շատ առաջ, մի քանի տարի առաջ, Հավաք միլենիալ։ Հայերուն մեծամասնությունը բնակային դպրոցին գետրոնին շուրջոս, լավալ, երբ որ լավալի գետրոնը բացվեցավ 90-ականներուն սկիզբը, եւ ընդհանրապես այս էր, որ հայությունը այս երկու շրջաններում մեջ եւ Սեն-Լորան եւ այն այս շրջաններում մեջ գետրոնացած էր։ Եվ այսօր կտեսնենք, որ ինչպես քաղաքի հայութենն անգախ քաղաքի մեջի աս հոսանքները լադիա affordability դուներու affordability-ին գամ կորձի պայմանները teleworking-ը եւ դունեն աշխատել եւ այլն ասպաները բոլորին փոխած են ադիրեգանությունը երբ որ ես սուրբապ կերտայի 25 տարի առաջ մոտավորապես 18-19 բաս կար որ աշակերտներուն դուն գտանել դպրոցական բաս Wow այո երբ գշարվեն փագին մեջ մեկ հիմա 3-4 հատ կա եթե չեմ սխալի որ գտարնան որ այսինքն բայց ինչու է այո գան բայց ինչ է ադոր իրականությունը ինչ այն է որ ատչափ դարածված է հիմա ժողովուրդը ոչ իրենց սխալով բայց այս հոսանքներուն երես են ատչափ դարածված են որ դժվար է դպրոցին համար դրամատրել օտոբուսին սերվիսը փոխադրական դպրոցական փոխադրական my god ասնեկալ դժվար փոխադրական ասենք դա գրեցեք փոխադրական word of the day editor իվաժամ ուրեմն դպրոցին համար շատ դժվար է օտոբուսի սերվիսը դրամատրել աշակերտներուն որովհետև շատ տարածված է եւ ժամուն չեն գնացին եւ ծախսերը շատ բարձր են ասիկա իրականությունն է որ ոչ միայն հայության գաստե բայց ամբողջ ժողովուրդին եւ մեզի համար հadoop դժվարություն է որովհետեւ դպրոցից միայն մեկ հատ է եւ դպրոցից միայն հոս է այսինքն միշտ դպրոցն ավստա միշտ հայական դպրոցն ավստա նույն իրականությունը գաբրին ուրեմն ասիկա մեկ ասելություն է արդյոք ասոր հաղթահար լուծևը կա դժվար է որովհետեւ մենք անգախ չենք փոքրամասնությունները անգախ չեն քաղաքի ամբողջության իրականությունն են դուները գսունան, մարդիկ հերու գաբրին, դուրսեն նոր եկողները դժվար գործ կգտնեն եւ այլն, ասամեն իրականությունները մեզիալ գաստեն եւ հadoop դժվարություն այն է, որ եթե մեր աշակերտները, մեր երեխաները դպրոց պիղրկենք Սուրբ Հակոբ, դա ավելի դժվարություն է։ Եվ հիմա ուրեմն դուք գարձեք, որ այսինքն դպրոցները եւ եկեղեցիները եւ կաուտային գարույցները անոնք գրնան ծևով աստել ad urban planning-ին, որ այսինքն ավելի նպաստավոր լա կաուտին Դժվար է որ որոշումներ առնվին քաղաքապետարանի կետնի վրա դժվար է որոշումներ առնել urbanism zoning-ի, այսինքն urbanism-ի կետնի վրա հիմնված ասկայնության, ինքնության կամ ուրիշ այս խնդիրներուն շուրջ։ Հիմա օրինակի համար Մորեալի եւ ընդհանրապես Կեբեկի մեջ սահմանափակ է նոր եկեղեցի շիներ, նոր մզգիթ շիներ, նոր ջամքեր շիներ, ամենաս գրոնական վայրերու նոր պերմիները շատ դժվար կստանան որովհետև քաղաքը ճուզեր գոմնորոշում ցույց տալ եւ նույն ադենա հավանաբար ճուզերալ այլ դեսագի գրոնական վայրեր շատնան որովհետև կփոխի քաղաքին քարակտերը հարցում եթե ճիշտ հասկացա եթե մենք գնանք մեր գարույցները օգտագործել մենք լալով կամ ոյ մեկ փոքրամասնություն եթե գարույցները գնա օգտագործել իր շրջագայքի պլանինգի իմաստով զոնգի իմաստով Ոյվե մեկ խումբ, որ գազագերբված է, ոյվե մեկ խումբ, որ կհասկնա քիչմը ինչպես կաշխատի քաղաքապետարանին որոշումները, հարգավ գրնա աստիճություն ունենալ։ Okay. Խնդիրան է, որ պետք է գազագերբը լաս, պետք է գիտնաս ինչ են պայմանները եւ պետք է ճիշտ մարդոց ճիշտ ծավով ներկայանաս։ Օրինակի համար, չգիտեմ, ոս դիմացնից պարկը գա, չէ, պարկը Արմենին։ Եթե կուզենք ոնդեղ ամենաժման մնել, բան մնել, որ հետաքրքրական է մեզ համար, չգիտնամ հիմա կապարներ գնեմ հայ
կանադահայ, մորեալահայ թեմքերու արձանները զեդեղել պարկին մեջ։ Եթե գազագերբված ենք, եթե գիտենք որը բեք է մոդենանք, եթե գիտենք ինչպես կաշխատի համակարգները, անշուշտ կարելի է։ Okay. Եվ ուրեմն այսինքն 1974-ին ասենք երբ որ Սուրբ Ագոպ վարժարանը հիմնվեց ավադի մեծ գազագերբական աշխատանք էր վերիվարում։ Այո, հիմա քաղաքապետականեն քիչ մտուրս է ադիգա ավելի նահանգային կորձեր, բայց ճիշտ այդ է նույն իրականությունն է։ Քաղաքապետարանի կամ քաղաքի հիման վրա կարծեմ քիչ ավելի թյուրին է, որև քաղաքական թեմքեր ավելի մոդեն կեզի, ավելի թյուրությամբ կնաս խոսի դերին, որտեվ ավելի քիչ մարդու հետ կվարվին։ Մանավանդ Մորեալի մեջ ունենք շատ ընդրվածներ եւ յուրաքանչյուրը քիչ մարդուց համար է բախտադապար ուրիշ քաղաքներում։ Ուրեմն ուրբանիզմի մեջ որ ասենք բաներու մասին մտածենք, ուրեմն օրինակի համար ինչպես կգարկավորենք քաղաքին ժողովրդավարությունը ասպաներն ամիտքենից պետք է բախվին։ Ոչ անոնք որոնք այս բաներով կաշխատին, ասանք ամիտքենին կբային, քանի հոգի պիտի գարնա գարավարել մեկ ընդրված թեմքը օրինակի համար։ Ուրեմն այս գազագերբության գեդին վրա ինչպես հայ երդասարտներ գրնան, այսինքն օգտակար դառնալ քաղաքի լավության համար եւ ինչպես օգտակար դառնալ քաղաքին։ Հայ երդասարտները հետաքրքրական թիդանգյուն ունին, որ շատ մուրիշներ չունին։ Մանավանդ անոնք, որոնք գազագերբված, այսինքն միություններու եւ գազագերբություններու անդամ եղած են, նախ վարչական կորձի մեջ շատ ավելի ադագ է քան թե ովևէ ուրիշ երդասարտներ։ Քեմական լալով կամ հոմերական լալով կամ այլ գազագերբական աշխատանքի մեջ արով շատ ավելի կարողություններ ունի եւ կստորականադեք ձեր կարողությունները, բայց իսկապես աշխատելով աս երդասարտական միությունները այլ գուսակցություններու կհասկանաս որ շատ ավելի լավ են մեր գազագերբական փորձառությունը որ ունեցած եք ասկար միություններու մեջ օգտակար է որակավոր է այսինքն որակավոր է օգտակար է եւ շատ մեծ ավանտաժ մնե ատեսագի աշխարհի մեջ հիմա ամեն մարդ քաղաքականությամբ չի հետաքրքրված շատերը բարձրապես կսիրեն օրինակ համար գանաչություն парք եւ այլն հոնա դարբեր յուրահատուկ դիտանգին ունենք որտեղ գուքանք ժողովուրդը որ եթե ձեր հայց պատմությունը սորված եք եւ կոնե քիչ մետակրկություն գիտեք որ դարբեր աշխարհի գուքանք այն իմաստով որ մեր երկիրները եղած են քարոտ լեռնոտ եւ երկրաշարժի ենթագա օրինակ համար հարակորնակ վայրեր եւ այդ մեր պատկերացումը ինչ կնշանակի քաղաք մգերդել այդ իրականություններուն հիման շիմատ օրինակ մեկը որ անի մայրաքաղաքին պատկերը տնես է միտքդ որոշ պատկերացում ունից որ լեր գա բզիկ տաշ մգա կետ մգա ծոր գա եւ հազարադի գեղեցի գա չէ so ad պատկերած ադիգա փերելով սեղանին վրա եւ գիտնալով ադոր բաղմությունը այդ փորձառությունը բաժնելով հոստեղացիներուն գնաք շատ ավելի գեղեցիկ շատ ավելի հադուկ մտնոլորտները ստեղծել քաղաքի մեջ որ իրենք չեն մտածած եւ ատկան գախ ընդհանրապես դիվերսիտեն որ գսենք կարեւոր է planning-ի մեջ urban planning-ի մեջ որովհետեւ բանեն կամ որ միտքետ չեն անցնի իբրև իմ բարակայից որոշ տարիքի դղամարդ օրինակ մգրամ դա օրինակ մտա այո ուրեմն տասերեն մեկում մեջ կեմ ամեն սիրած օրինակը է ամեն մարդու գտամ որ մտիկ կնե որ գուզեմ մտիկ կներ ինձ աս օրինակ դստանա ուրեմն մեզի դրված էր բարդականությունը մետրոյի ասենք գայքի մշուրջ կապար մտալ որ ինչպես կուզենք գազագերբել շրջակայքը բան դպրոց այսինքն համալսարանը համալսարան այո համալսարանի կորձը ասկա եւ խումբին մեջ 5 հոգի ենք 4 հատ դղա եւ 1 հատ աղջիկ եւ ուրեմն ապարտմանները դրած են իրենք մետրոյի ստեյշնը դրին եւ փողոցները կան բաներ կան ինչպես կուզես ասոր շուրջը գազագերբել եւ սկսանք խոսել ոստեղը մայթը գտնենք ոստեղը բզդիկ պարկի բեսպամը նստարան եւ այլն որը մարտիկ աստեն դուրս բերան ինչ կինա ասամեն դվյանները գնենք եւ աղջիկը սա որ աստեղը ասենք թե մետրոյի գայանը գա ոստեղը բզդիկ անցք մգա թեբի մյուս փողոցը որ ավելի լայն է թեբի եդև եւ մենք անդեղը անդեսած ենք եւ այսինքն մետրոին յեդև որը չեն դեսներ որ կզակությունը բայց մետրոին յեդև ուրեմն փողոց մգա որ անդեսած է բզդիկ անցք մգա որ թեբի մյուս կողմի փողոցը գտանի քեզի ռուել մգա ասենք թե ուրեմն աղջիկը որ խումբերնուց մեջ է սա անպայման անդեղը լույսը բեկի դրենք եւ ուրեմն էքզերսիսին մեջ մեզի չափավոր այսինքն ռեսուրսներ դված են որ ինչ կան գնանք ծախսել ուրնանք դնել եւ այլն
Եվ այդ լույսը մեր բյուջեն դուրսեր եւ կարևորությունը չենք տեսնում։ Բայց աղջիկը իր փորձառությամբ, իր դեսանգնով սա ոնց լույս պետք է տնես, որովհետեւ եթե ես աստեղը լուսավոր չլա եւ ես աս մետրոյին ելեմ, որ դու ներտամ հոս լույս չկա, պիտի չեր տամատ կողմեն եւ բոլոր մյուս փողոցին շուրջը պիտի դառնան, որ մյուս կողմը ապարտմանի սաստի։ Ուզես աբահով սկալ վերջի վերջ։ Աբահով չեմ սկար, վատ վերջավորության ադորգու կա, աբահով չեմ սկար։ Սա մեկ լույսը տնելը, որ 5000 դոլարի ծախսեր, բոլորովին փորձառությունը at աղջկան գփոխե։ Ծմերը ավելի արագ կլա, ավելի քիչ վտանգավոր կլա երնամար եւ ճուզեր դուրս մնա շատ քիշերներ եթե աշխատի եւ այսպիսի բաներ ուրեմն մենք որ չենք մտածած դուր մասին մեր միտքեն չրանց էր մուտ է 10 քայլ դառնես պիտանցից մյուս կողմը ուրիշ մարդոց սպորտարությամբ դարբեր իրականություն է եւ նույնն է փոքրամասնություններում վերաբերյալ հայտիցի լա չգիտեմ մարոկեն լա հայ լա արաբ լա ինչ լա բոլորն այրենց դարբեր փորձառություններ ունին նույն քաղաքի մեջ կապրինք եւ եթե ներառենք մեր փորձառությունները գնանք շատ ավելի գեղեցիկ, ընդունակ, համերաշ քաղաքներ ստեղծել։ Այո։ Եվ այսինքն շարունակենք համալսարանական եւ դպրոցական փորձառության մասին դուք անշուշտ ուսուցիչ եք, չէ՞, սուպագոպասը։ Իմ ուսուցիչը սա եղած է։ Այո։ Մեղրին։ Կուգնան։ Բապություն։ Okay։ Ուրեմն հիմա դուք գշարունակեք դասավանդել բապություն եւ աշխարհագրություն։ Ինչպես դուք աշակերտներուն հետ ձեր դասերուն ընթացքին գմեցնեք urbanism-ի խաղապարները դասերուն ընթացքին։ Եթե ուզեցին մտի գնել։ Եթե ուզեցին մտի գնել։ Շատ ուրախ եմ ասելու, որ շատերը մտի գնեն։ Գուսամ, նույն ծավալցեն մտի գնեն։ Շուրն է։ Հետաքրքրան հարցում է, որտեղ ուզես ճուզես իբրև ուզիչ ու սիրազին ինչ որ քեզի գվարե, քեզի շատ ավելի հետաքրքրան է դասավանդել եւ շատ ուրախ եմ, որ Quebec-ի պրոգրամին մեջ կա քաղաքներու մասին բաժինը երկրորդ 8-րդ տարեկի աշխարհագրության մեջ քաղաքներու մասին խոսենք բապմության 7-րդի բապմության դասարաններու մեջ քաղաքներու մասին խոսենք ինձ համար շատ հետաքրքրական է որովհետեւ նախ ամենքս քաղաքի մեջ կապրենք մեկը չի մնաց որ քաղաքի մեջ չապրի նույնիսկ լավալը քաղաք է այլևս այո դիտում ասի իմ դարեկիս ընկերները վիդեո հասկանան ասմեկա դա բայց իսկապես որ կանադայի բարակային 85%-ն ավելի ժողովրդին քաղաքի մեջ կապրի աշխարհի բարակային առաջին անգամն է 2017-ին իվեր որ աշխարհի բնակչության մեծամասնությունը քաղաքի մեջ կապրի ուրեմն բոլորս մանավանդ այս նոր սերունդը որ մեծնա ընդհանրապես միայն քաղաքի փորձառություն բի ունենա եւ սիրելը ոչ թե սիրել այսինքն սիրահարվելը քաղաքին հետ բայց գարենալ քաղաքին մասին հետաքրքրվելը ովև մեկ քաղաք որ լա հետաքրքրվելը եւ քաղաքացի լալը քեզի շատ ավելի նախ դյուրինգ հանկիստ գսկաս որտեվ ամեն ինչին կանգնելու բաճար չես ունենալ գասկնաս ինչ է ասորի հետևը բապմությունը գետաքրքրին է քեզի բապմությունը քաղաքին քեզի դարբեր դեսանգի մուտա քաղաքին մասին եւ վերջո եթե ուսուցիչը քեզի ավելի հաջույքով տասում գուտա գարձեմ չէ դու կսեք ինձի դու գալ քիչ ավելի հաջույքով գտնունիկ ատաս այո 100% եւ տերևս քիչ մը անցնած իրական է բայց մի քանի հատ հայ եւս լարն է ասպարեզի մեջ ես շատ ուրախ կլայի ոչ միայն ուսուցիչ բայց դեպրև քաղաքակետ ասին ոչ պոլիտիկյան բայց քաղաքի մասնակետ ինչ էսօր գսեն so անի հետաքրքրական քաղաքի հռոմեական քաղաքներու մասին խոսենք գսիրեմ մեջ գրումներ ունել վիդեոներ գսիրեմ ցուցնել աշակերտներուն որ դերևս եթե մեկը գա որ հետաքրքրվի ասմունքին մեջ այդ արիթը դամ որ սիրեն եւ արդայդվին Okay. Շատ լավ եւ իսկապես այսինքն ես ագիշեմ որ դուք ինձ դասք ուտայիք միշտ հետաքրքրություն ցուցաբերած էի քաղաքներու անտեպ եւ նույնիսկ երբ որ կոլեջ գերտամ ուսուցիչ մի որ իսկապես մասնակետ է այդ նյութին մասին հատկապես եւ հաջույքով դասք ուտա աշակերտները շատ ավելի engaged են եւ ուրեմն լավ է որ դուք նույնպես գտասավանդեք հիմա մենք անոնք որ գունգընտրեն մինչեւ հիմա մեծեզի challenge ունենք mini urban challenge քաղաքի challenge ուրեմն եթե դուք հիմա ցեզի գարցեմ որ ընկերշանտ դուք կրնայիք հայեր դասարտին մեկ հատ urban challenge մդալ ինչ կլարա դիգա որբեսի իրենք գաբվին իրենց քաղաքին հետ օրինակ քալել պարկի մեջ կամ չեմ գիտեր խանութ բանի հետ խոսիլ կամ
մտածել նոր մետրոյի կից Գան ծարերը տիդել, չեմ գիտել։ Արցան մտիդել, չեմ գիտեր։ Ինչ urban challenge գուտայիք մեր հայ երդասարտներուն։ Այս շաբաթ։ Okay, ունիմ մեկ հատ պատրաստ եք։ Okay. Okay, yeah. Դժվար բիտ լավ որ շատերնիտ ավելի լավալ գաբրիկ կա Մորեալ, բայց Մորեալի մեջ նվազագույնը 3 դեր գա, որ շատ նման է 3 դեր, 3 շենք վայր, ասենք թե, որ շատ կմանին Երևանի մեջ գտնվող վայրերու։ Եթե գտնակ այդ 3 հատը գտնալ, challenge հաղթած կլակ։ Ինչու թախտեն։ Ինչ կուզեք հաղթեն։ Բայց եթե գտնեք հիմա ունգընտիրներում եթե գտնեք ուրեմն կոմենտներուն դակ զրույցը սկսեցեք եւ նայենք ուր գերտա այսինքն ուր միտքունիկ ավելի քաղաքի գետրոնը Ավելի քաղաքի գետրոնին շուրջն է եւ եթե նկար տնեք կացերեք եւ նկարեք բրավո Okay, love. Գնամ հենց մտալ, գնամ հենց։ Այո, անշուշտ, որովհետև ես քաղաքապար չունիմ մինչև հիմա։ Եվ ես դեռ նոր Հայաստան են վերադարձա 2 ամիս առաջ։ Այո։ Չիսեմ քեզի։ Okay։ Բայց եթե website-ը այցելեք, գնաք տեսնել դերևս որոշ հինտեր։ Okay։ Էնդիսներ։ Okay, challenge accepted։ Եթե Երևան գրեմ website-ից վրա գտնեմ պատասխանը։ Մեկ վարյան։ Directly պատասխանը չկա։ Ասոնք չեմ գրած որ աս շենքերը Հայաստան եւ Երևան եւ Մորեալ գնմանին, բայց եթե բրբդեք գնաք գտնել։ Լավ, ուրեմն ես կգարձեմ որ այս հաջող զրույցներ հուսամ ունգընտիրներ որ մինչև հիմա մեդիկ գնեն մեզի ծեզյալ շնորհակալ ենք եւ փորձեցեք challenge-ը եւ նորեն մեզի լուր դվեք եթե գրծակ ամփոփչացնել ուրեմն գրավենք ծեզի որ մեկը այցելեք ընկերշանտին գայքեչը որ կոչվի thefriendlyurbanist.com հետաքրքրական բլոգ մնե եւ շատ շնորհակալ ենք ընկերշանտ որ մեզի ընդունեցիք եւ իսկապես հետաքրքրական զրույցներ եւ գուսամ որ Նո ես շնորհակալ եմ ձեզի որ հյուրընկալեցիք զիս գնամ ավելցնել Այո անշուշտ Ուրեմն Friendly Urbanist-ին լոգոն Հայաստան շինել դվի ընկերությունը proper.am կգոչվի Okay շատ ազնիվ ընկերներին եւ շատ օգտակար են անգերությունից առաջին վարկանին որ դեսա լոգոն սիրարվեցա այդ Վարդապես պետք է իրենց որ ինչ է նպատակը ինչ է website-ից նպատակը Ազում գնենք այո Եվ ինձ գնստեք իրեն զարգա կեդմգա լիճմը ասենք թե Տրենիկից մնագար Տրենիկից բաս դուն եւ այլն ինչ որ քաղաքի մեջ մասը գա մենակ կդան եւ տրին եւ ես շատ բարդեմ լոգոյով Շատ քեղեցիկ Ուրեմն մերսի շատ որ եկաք մեր հետը այս հաղորդումին համար եւ գտեսնվենք մեր հաջորդ թրվագին